ասեմ մենք քանի որ Տիկին Վարդապետյանի տիրույթում է գտնվում այս գործերը եւ ինքը պիտի ցույցում տա թե քննչական կոմիտեին, թե պատկան մարմիններին, ինքը լուծում պիտի տա այս քրեական գործերուն։ Դրա համար մեր պահանջը մեկն է, գլխավոր դատախազը ինքը պիտի ընդունի մեզ, որ ասի որ գործը, ինչ փուլում է եւ ինչա լինելու հետագա ճակատագիրը։ Մենք այդքան հարցեր ուղեցինք իրեն պատգամավորների լեզվով, սենց ասած ազգային ժողովում, ինքը ամեն մի քրեական գործին մի բան ասեց, որ Օհանջանյանի գործը ի սկզբանե իրեղենապացույցները ոչնչացել են, այս Վալերի Մուրադյանի գործով այս փորձաքննությունն են անում, Տիկին Ղազարյանի երեխու գործով այս մի փորձաքննությունը, Անդրանիկ Մկրտչյանի գործով այս մի փորձաքննությունը, այսինքն դա իրանց վերջնական պատասխաններ եւ պատասխան եք տալի, տվեք ծնողներին, իրավա հաջորդներին, Տիկին Վարդապետյան, խոսքս քեզ եմ ուղում, կանչի ծնողներին, ասա ձեր երեխեքի գործերը չեմ կարողանում բացահայտել, վերջապես ոչ ազգային ժողովն է, ազգային ժողովի նման իրար ուտում են, ինքը չի միջամտում, քննչական կոմիտեի նախագահան չի միջամտում, չունենք ոչ մի ուժային կառույց, որ սաստի այս ժողովրդին իրար չուտեն։ Իսկ ինչ վերաբերվում է, մենք միջնորդ ինչի պիտի սպանված զինվորի ծնողները միջնորդ մանգան ղեկավարներին, որ ասեն միջնորդեք, որ Տիկին Վարդապետյանը որպես գլխավոր դատախազ մեզ ընդունի ասի, թե ինչ փուլում են մեր երեխեքի քրեական գործերը։ Մեզ մի ամիս առաջ կլինի մի ամիս առաջ, այո, մեր ակցիան կազմակերպել էինք կառավարության հետևի մուտքում, որտեղից որ ուժային կառույցները մեքենաներով մտնում են ներս, որոնցից գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանը իր մեքենայով էր մտնում, ներքին գործերի նախարարը իր, քննչական կոմիտեի նախագահան անցավ, Պաշտպանության նախարարը անցավ, ոչ մեկը չկանգնեցին։ Պարոն Աբազյանը կանգնեց, ազգային անվտանգության պետը կանգնեց, ծնողներ ասեց, ես ուզում եմ հասկանամ, այս տարիներ շարունակ կանգնած եք, ես ամաչում եմ այդ նկարներով, որ պահած կանգնած եք, ես ամաչում եմ, ուզում եմ հասկանալ, ինչն է ձեր պահանջը, ասեցինք ինչ ենք պահանջում, վատա, որ հիմա եք իմանում, բայց շնորհակալ ենք, որ կանգնեցիք, գոնե հարցրիք, այսքան մեքենաներ անցան, ոչ մեկը չկանգնեց։ Մենք ասեցինք, ինչն է մեր պահանջը, ասեց լավ, ես կդիմեմ քննչական կոմիտեի նախագահին եւ գլխավոր դատախազին, տեսնեմ ինչումն է, ինչ չի թվում, որ չընդունեն, ասեց ու գնաց։ Մի քանի քայլ են կողմ քննչական կոմիտեի նախագահին ձեռքից բռնեց վերեց մեր մոտ։ Խոստացավ, որ կընդունի, ընդունեց։ Գնացել ենք ընդունելության, օր անշանակել, գնացել ենք ընդունելության մեր պաշտպանի հետ միասին, պարոն Պապիկյանի հետ միասին։ Մի ցիրկ կազմակերպվեց այնտեղ, այն քննիչները, ովքեր մեր գործերով քննիչ են, նրանք են նստած, Պապկեքը ձեռքերը եկել են։ Այո, գործերը ձեռքերը եկել են։ Ու ձեն չեն անում։ Վարչության պետերն են եւ բոլորը նստած են, թե մենք մտածում ենք վերլուծություն պիտի լինի եւ այլը, բայց բանից դուրս եկավ Բանից դուրս եկավ, որ ինքը կազմակերպել էր այդ շոուն, ասեցինք, բա ինչ եք էլի մեզ պատրաստում ասելու, բան ասեց, ես դեռ ձեզ ուզում եմ լսել, հասկանալ, թե ինչ է, ասում եմ, դե մեզ լսելու փոխարեն, թող քննիչները այստեղ ներկայանան, որ գործով ինչ են արել, ասեց, ես մինչև թույլ չտամ, քննիչները չեն խոսելու։
տենց էլ չխոսած։ Ու չխոսեցին քննիչները Պապկեկն էլ տենց մնաց, Եվ- հատորները եւ մնաց մեզ էլ սեղան։ ասեցին, ես կուսումնասիրեմ, այսինքն էդի նույն այն պատմություններ